Սեպտեմբերից դպրոցականների սեղանից վերջնականապես կհանվի հայոց եկեղեցու պատմություն առարկան։ Հանրակրթական պետական նոր չափորոշչով դասագիրքը դպրոցական ծրագրից դուրս կբերվի ու կներառվի այլ առարկաների մեջ։ Դասագրքերի մի մասն արդեն գործածությունից դուրս են։ Զաքարիա Վարդապետը անընդունելի է համարում առարկայի որպես առանձին բաղադրիչի դուրսբերումը հանրակրթական դպրոցից ու նկատում. այսպիսով մատաղ սերունդը կզրկվի շուրջ 2000-ամյա իր ազգային եկեղեցու պատմությանը, քրիստոնեական արժեհամակարգին ծանոթանալու հնարավորությունից։ Ամենևին էլ պատահական չէ կատարվածը, քանզի այսօր մեր երկրում ինքնության ճգնաժամ է, երբ ամեն ինչ արվում է կեղծ եւ օտարամոտ ուրակարգերի ներքո, կտրելու հային իր անցյալից, պատմական հիշողությունից, ինքնությունը դարերի ընթացքում պահած եւ մեզ փոխանցած ազգային հոգեվոր միակ կառույցից, հայոց եկեղեցուց։ Առարկան սոսկ հայ եկեղեցու պատմությունը չէ, այն ձևավորում է հայրենասեր, հայրենատեր անհատի, որը պատրաստ է նվիրվել հայրենիքին, նպաստել հայոց պետականության զորացմանը, ընդգծում է հոգևորականը։ Այսօր ունենք տխուր մի պատկեր, երբ սիրված առարկան այլևս չկա։ Կեղծ են նաև այն պնդումները, որ իբր հեփ առարկան տարալուծվել է մյուս առարկաների մեջ։ Իրականում առարկան հանվել է, դասընթացի ամբողջ նյութի չնչին մասն է այսօր ընդգրկված նոր դասագրքերում, այն էլ սխալ շեշտադրությամբ։ 2005 թվականից դասավանդվող առարկայի նպատակը մեկն էր նպաստել գալիք սերնդի ազգային հոգևոր բարոյական նկարագրի ամբողջացմանը, ձևավորելով ոգի եւ կամք։ Դերասան Դավիթ Հակոբյանն էլ կարծում է, որ ազատվելով առարկայից վերացնում են ազգային քրիստոնեական մեր ինքնությունն ու տեսակը։ Մեր դրթական համակարգում այնպեսի աննորմալ բաներ են տեղի ունենում արդեն, որ ոչ մի բան ինձ համար զարմանալի չէ։ Մեր երեխաները զրկվում են եկեղեցու պատմությունից։ Կապը կտրվում է մի անգամ եւս, հազիվ վերականգնել են կապը 70 տարվա կապի խզման հետևանք։ Հիմա նորից կտրելու են կապը։ Իմաստը ապազգայնությունն է, տանել հանրությանը դեպի ապազգայնացում։ Սա գլոբալիզացիայի գլխավոր խնդիրն է։ Տեսակի վերացում։ Չնայած առարկան սիրված էր ոչ միայն աշակերտների, այլև նրանց ծնողների եւ ազգային փոքրամասնությունների կողմից, այդուհանդերձ կառավարությունն այդպես էլ ականջալուր չեղավ մայրաթոռի հստակ դիրքորոշմանը։ Իսկ թե ինչ հետ կթողնի ու ինչ հետևանք կունենա առարկայի դուրս մղումը դպրոցականների կյանքից, ժամանակը ցույց կտա։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։